Ուկրաինան ԱՄՆ-ի առաջարկով համաձայնել է 30-օրյա հրադադարին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել միայն կողմերի համաձայնությամբ։ Դրա դիմաց ԱՄՆ-ն կվերսկսի հետախուզական տեղեկատվության փոխանակումն ու աջակցությունը անվտանգության ոլորտում։ Այս մասին գրում է BBC-ն։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պատրաստվում են անցկացնել բանակցություններ Ուկրաինայի հարցով մարտի 11-ին կամ 12-ին։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարին։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ուկրաինան մեծ քանակությամբ բանօդաչու թռչող սարքեր է ուղարկել Մոսկվայի վրա հենց այն գիշեր, երբ Սաուդյան Արաբիայում պետք է տեղի ունենային ԱՄՆ-Ուկրաինա բարձր մակարդակի բանակցությունները։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցվել է ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք։ Այս մասին գրում է Forbes-ը։ Փարիզում մեկնարկել է կամավորների կոալիցիայի շտաբի պետերի հանդիպումը։ Դրան մասնակցում է շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ։ Այս մասին գրում է AP News-ը։ Նրանք քննարկում են, թե ինչպես կարելի է միասին ստեղծել ռազմական մի ուժ կամ խմբավորում, որը պատրաստ կլինի միջամտելու, եթե Ռուսաստանը խախտի հնարավոր հրադադարի պայմանները Ուկրաինայում։ Դերասանուհի Ջեսի Քեյվը, ով հայտնի է Հարի Փոթերում Լավանդա Բրաունի դերով, բացել է OnlyFans-ի իր էջը, պարտքերը մարելու եւ տունը վերանորոգելու նպատակով։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։ Նոր Jaguar Type 00-ն ներկայացվել է Փարիզի նորաձևության շաբաթում, սակայն հիացմունքի փոխարեն սոցիալական ցանցերը ծաղրել են մեքենան։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։ Ռուսաստանում 14-ամյա դպրոցականը դանակով հարձակվել է դասընկերների վրա, վիրավորելով 2-ին։ Այս մասին գրում է Գազետան։ Լրագրող Ալեքս Ռոսին հայտնել է, որ ԱՄՆ-ն փակ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի ցանկանում լսել Ուկրաինայի 2014-ի կամ 2022-ի սահմանները վերականգնելու մասին։ Այս մասին գրում է Sky News-ը։ Հրադադարի կայացման համար հնարավոր է Ուկրաինան ստիպված կլինի ընդունել ցավոտ զիջումներ, հրաժարվելով որոշ տարածքներից։ Ֆրանսիական Լա Ռոշ մաշկի քսուկներում հայտնաբերվել է քաղցկեղածին վտանգավոր բենզոլ քիմիական նյութը, որը եթե երկար ժամանակ մնում է մաշկի վրա, ներթափանցում է օրգանիզմ եւ կարող է լուրջ վնաս տալ առողջությանը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Չինաստանում մի կին ծախսել է շուրջ 22,000 ԱՄՆ դոլար, որպեսզի կլոնավորի իր մահացած շանը։ Գիտնականները օգտագործել են շան ԴՆԹ-ն եւ ստեղծել են նույն շան նման մի նոր ձագ։ Այս մասին գրում է Economic Times-ը։ Ռուսաստանի Դաշնությունում Պետդումայում առաջարկել են դադարեցնել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ֆիլմերի ֆինանսավորումը պետական բյուջեից։ Պատգամավոր Դմիտրի Գուսեևը դիմել է մշակույթի նախարարին, նշելով, որ վերջին 10 տարում Անդրեասյանի նախագծերին հատկացվել է շուրջ 6,4 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն ֆիլմերը չեն ունեցել բարձր դիտումներ։ Այս մասին գրում է Լենտան։ Ռուսաստանի Պետդումայում առաջարկվում է արգելել այն ծառայությունների գովազդը, որոնք կապ ունի էզոտերիկայի, աստղագուշակության, մոգության, գուշակության, էներգետիկ բուժումների հետ։ Այս մասին գրում է RIA։ Դիեգո Մարադոնայի մահվան գործով բուժանձնակազմը կներկայանա դատարան նրա մահից 5 տարի անց։ Այս մասին գրում է BBC-ն։